Ողջույն բարեկամներ, այս հաղորդումը սկսել ենք մի քիչ հումորով, որովհետև շատ նորություններ ունեմ ձեր հետ կիսվելու, խառը, լավ, վատ, զգուշացնող, ոգևորող, ամեն ինչ կա, այնպես որ տեղավորվեք հարմարավետ, չմոռանաք սեղմեք լայքի կոճակը, գրեք ինչ եք մտածում ամենակարևորը և տարածեք։ Զուգահեռ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում այս ընթացքում առանց իմ հիշեցնելու օգնեն ալիքին։ Ձեր օգնությունը շատ կարևոր է մեր աշխատանքները ստաբիլ իրականացնելու համար։ Իսկ հիմա անցնենք այսօրվա մեր նյութերին։ Լսի, դու կարող ես մենս այն փուցեն այսօր ավտոբուսով էսյաներով անցնելու, հա? Չգիտեմ, խի։ Ծանր է զիբիլետային գոնե տաներ ձեռը հետ թափեր։ Արա գորը մարշրուտը նախորդ ասա երթուղիտ, որ մարդիկ իմանան, իզու չչարչարվեն իրենց ապրանքները թուն տանելու համար։ Եվ այսպես մենք փաստացի կորցրել ենք պետականությունը ոչ միայն արտաքին ասφալեզում, արտաքին քաղաքականության մեջ, նաև ներքին զգացողությունների, խոսակցությունների, ինստիտուցիոնալ առումով։ Եթե հիշում եք Փաշինյան Նիկոլ ամենասիրած խոսքը, որ բոլորի հասցնում էր ինֆակտի, դա ինստիտուցիոնալիզմն էր, հա, անընդհատ խոսում էր տեղին անտեղին օգտագործելով ինստիտուցիոնալ բառը, ինստիտուցիոնալ։ Եվ այսպես այդ ճիվաղը հասցրել է ինստիտուցիոնալ կոլապսի Հայաստանը։ Այն աստիճան, որ ԱԱԾ տնօրենը կաթողիկոսին կոչում է Կտիչ Ներսիսյան։ Ոսում ասում, ԱԱԾ տնօրենը կաթողիկոսին կոչում է Կտիչ Ներսիսյան։ Ոսում ասենք շարքային բեզաչոտնիկ ուսապարկ, քպեականը։ Հիմա ես կարող եմ ասել, որ չի նմանանիք է դաննա, Անդո Սիմոնյան, դու ուսապարկ ես և քո կառույցը նույնպես։ Այդ ես չեմ ասում, դու ես ասում։ Իհարկե ոնց դու կարող եք ուսապարկ չլինել, երբ որ դուք պայքարում եք հայկականության դեմ, հայկական պետականության դեմ, զոհված ծնողների, զոհված զինվորների, անհետ կորած զինվորների ծնողների դեմ, պետականության դեմ, ամեն ինչի դեմ, հայկականության դեմ։ Դուք ուսապարկեր եք ու այսօր դուք ինքներդ դա ապացուցեցիք։ Սա ձեզ աճոտ որպես։ Որ անկարծ մեկի մտքով կանցնի կասի Վարդան Հակոբյանը մեղադրական է ներկայացնում մի ամբողջ կառույցի ԱԱԾ կոչվող, անկարծ եթե մեկի մտքով կանցնի, թող մտ ասի Անդո դու ԱԱԾ պետ ես, թե շարքային քպայական լակոտ։ Կտիչ Ներսիսյան չի, կաթողիկոս է, քո համար, քո կառույցի համար։ Երբ որ դատարանով կբերեք ապացույց, որ ձեր կողմից Կտիչ Ներսիսյան կոչվող կաթողիկոսը ՍՆԱ ագենտն է, նարկոման է, մեղադրանքներ կներկայացնեք եւ ինքը կդադարի լինել կաթողիկոս, այն ժամանակ նոր դու քո կառույցով մնացած ուսապարկերով նոր իրավունք ունեք Կտիչ Ներսիսյան կոչել կաթողիկոսին։ Այլապես դու հիմա ապացուցեցիր, որ դուք որպես կառույց վերացած եք, դուք ընդամենը ուսապարկերի մի հատ կույտ եք Նիկոլի տակը պակած։ Այդ ես չասեցի, այդ դուք ասացիք։ Բայց քանի որ մենք արդեն կորցրել ենք պետականությունն ու ամեն ատրիբուտ, որը պետք է կոչեր պետականություն, ցույց տալ, որ սա պետություն է, իսկ Նիկոլը դրան է հասցրել ու հələ սպառնում է մեզ, որ դա էլ կարող են կորցնել։ Հնարավոր է նաև նման դեպքեր։ Եթե Արցախ անունը տալիս ես ու եթե մի հատ ժեկի պետի պաշտոն ունես, քեզ ապալ-թապալ բան են անում, ազատվելու դիմում գրելու բան են տալիս, հրաման են տալիս։ Կներեք էլի, բայց Արցախ կներեք։ Ինչ Արցախ։ Լավ, մենք չենք ասում գնում ենք Արցախը գրավենք պատերազմով, բայց մենք նաև երբ որ պատմությունից ենք խոսում, չենք կարող, չէ՞ Արցախի։ Պատմությունը անհերքելի ճշմարտություն է, որը գրված է, պատմությունը պատմաբանների քննության առարկա է, պատմությունը Անասուն պատմությունը գրված չի։ Պատմությունը դա իրականություն է։ Պատմությունը դա վկայություն է։ Պատմությունը մի բան է, որ քո նման կեղտոտ ուսապարկերի առաքիչների ձեռքը չի հասնի կյանքում։ Ինչ Արցախ։ Այն Արցախը,
Այն Արցախը, որ դուք ծախեցիք, որի համար դեռ դուք պետք է պատասխան տաք։ Իհարկե Անդոն երևի չի լսում այս ամենը։ Լսի Անդոն։ Աշխատանքից ազատվում է։ Ասում է բանալիճելու առարկա։ Հազարամյակներ այդտեղ այդ հողի վրա հայեր են ապրել։ Ահա։ Պատմականորեն ակնհայտ է, որ երբեք որպես այդպեսին Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն որպես այդպեսին չի եղել, առավել եւս չի եղել Արցախի հանրապետություն։ Ու ակնհայտ է, որ դա եղել է Ադրբեջան։ Լսեցիք, ակնհայտ է, որ հազարամյակներն դե հայերն ապրեն, ակնհայտ է, որ երբեք անկախ պետություն չի եղել, ու ակնհայտ պետք է լիներ հետևաբար, որ դա Ադրբեջանը։ Ըստ իրաց գողոյի։ Բաչանակությունը։ Գիտնականին աշխատանքից ազատում են։ Գիտնականը, որը խոսացել է Արցախի մասին, աշխատանքից ազատվել է։ Ընդ որում արտաքին քաղաքականություն Նայեք ջան, պետք է ասել, բա որ հազարամյակները դե հայերն ապրեն։ Այդ տականք, բա ոնց եղավ դա Ադրբեջան։ չվարող գիտնականը ազատվել է աշխատանքից Վենսի հետ Արցախի մասին խոսելու համար։ Սա Ես կարծում եմ գիտնականը առնվազն շինարար չի եւ լավ գիտակցում է թե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հենասյուներն ու հիմնաքարերը որտեղ են։ Ու այս համատեքստում նարեկ քո թույլտվությամբ նաեւ թրիշք կատարը մեկ այլ կարևոր հարց։ Տեսեք, օրվա իշխանությունը շատ հետևողական է այս հարցում, ընդհանուր գիտնականին է աշխատանքից ազատում այդ բառն արտաբերելու համար։ Այս համատեքստում օրվա իշխանությունը պետքա երկակի ստանդարտներին էլի վերջ տա։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն ուժեր եւ շրջանակներ, որոնք համաձայն են օգոստոսի 8-ի համաձայնագրերի հետ, ովքեր Հայաստանի Հանրապետության ապագա Եվրամիության կազմում են տեսնում, ովքեր Արցախ եւ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքից մի սանտիմետր դուրս Հայաստանի Հանրապետություն չեն տեսնում եւ հենց այս հանրագումարից պետքա ծնվի թե օրվա իշխանությունը, թե օրվա ընդդիմությունը։ Հասկացաք Ժողովուրդ ջան, սահմանվեց արդեն ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել, ով իրավունք չունի։ Անդո դու լսում ես։ Էսի ուսապարկա իբր պետություն ներկայացնում, Փաշինյան Նիկոլա ներկայացնում։ Սրանք արդեն հասել են ընդ որ գիտնականը պետք է իրականացնի արտաքին քաղաքականություն, ու ընդհանրապես քաղաքականությունով պետք է զբաղվի, խոսելու իրավունք պետք է ունենա նրանք, ովքեր Նիկոլի գծի մեջ են։ Հիմա ուզում հասնեմ այս տականքի։ Արա Նիկոլի ոչ թվի գծի մեջ 18, 19, 20, 21, 22 ոչ թվի գծի մեջ։ Այ անառակի ծնունդներ։ Դուք ձեր գույնն ու կարծիքն ավելի արագ եք փոխում, քան եղանակը Նյու Յորքում։ Գիտեք եղանակը Նյու Յորքում ոնց է փոխվում։ Դառը դուրս ես գալիս չգիտես երեկոյան դու ձյունա լինելու անձև, թե ասենք շոկից խեղդվելով ես տուն գալի այդպես։ Որ գիծը Նիկոլ Փաշինյանը։ Ուսանք արդեն խաղի կանոններ են սահմանում, սա դեռ սկիզբն է։ Այո, սա դեռ սկիզբն է։ Ժողովուրդ, դա մասը պետականություն գոյություն չունի։ Եթե ԱԱԾ-պետը կաթողիկոսին կտի չասում, շարքային ուսապարկը կարա որոշել ովքեր իրավունք ունեն քաղաքականությամբ զբաղվել եւ ընդհանրապես գիտնականի գործը որն է։ Գիտնականի գործը փաստորեն օրվա ճիվառների անել օրվա կուրսով արտաքին քաղաքականության խոսակցականը սպասարկելն է։ Հեն ադրբեջանցի գիտնականները դա անում են, էլ քո վարչապետի հետ մնում է հայկական գիտնականներն էլ դա անեն, քեզանից սկսած։ Նայեք սրան ուշադիր նայեք։ Հուսանց ասեք, եթե փողոցում տեսնում եք, դեմքներին ապտակելուց առաջ հիշացեք, որ հունիսի 8-ը սալերի հետևում չի։ Ու դու դժվար կարողանաս փախնես Մոսկվա, որ գոնե դա առաքիչ աշխատես։ Հալ, դու փախնելու տեղ չես ունենա։ Բացարձակապես։ Վեր գիտես ամուսին։ Գնանք առաջ։ Նախարարությունը հերքում է սահմանության նախագիծ, ասում է դա վերջնականը չի։ Չէ, դա վերջնականը չի։ Եթե 3 կերան ապտակի որոշակի խմբականակ, դա չէ վերջնականը չի։ Այսինքն վերջնական ավելի վատն է լինելու, թե ոնց։ Ասեմ ավելին, միևնույն է դա վերջնականն է թե չէ։
որովհետև դուք էլ ձեր ցանկացած փոփոխված սահմանադրություններ իրար ձեռի բռնած գնալու եք գրողի ծոցը։ Այսօր մի վռազեք, մի շտապեք մեզ վերջնական նախագիծ ներկայացնելու։ Վերջնական նախագիծ ներկայացնելու համար իշխանությունը պետք է ունենա լեգիտիմություն։ Դուք հանցագործների խումբ եք, ընդամենը մի ավտոբուս, որը հայ ժողովրդի մոտ դա բարոյական մասի մոտ, բասի գարշանքից ուրիշ էմոցիա չի արտնասում։ Короче, իլերում նախկին առաքիչի, որը Մոսկվայից փախել է սրանց գովքերը անելու համար։ Կարդանք Ալիևն ինչ է ասում։ Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Այժմ եւ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բայց մենք չպետք է ժամանակ վատնենք, պետք է մշակվի վերադարձի հայեցակարգը։ Ինչա գրում Նիկոլը։ Եթե մենք այսօր ասում ենք, ենթադրենք Արարատը մեր լեռն է, Արցախը մերն է, Դադիվանքը մերն է, ինչու իրենց պետք է սահմանափակենք հայելային ձևով նույն ասելը։ Սա ասում է մարտի 19-ին 2026 թիվ, որպեսզի արդարացնի Ալիևի նկրտումները Հայաստանի նկատմամբ այն կոչելով արևմտյան Ադրբեջան։ Ժողովուրդ ջան, սրան ձայն տվողը ձայնատալի դրա համար։ Այսինքն ինքը ձայնատալի ուղղակի Ալիևի ծրագրերին։ Ավել բան չեմ ուզում ասել։ Այստեղ նույնիսկ վերլուծելու կարիք չկա։ Իսկ եթե մի մարդու համար սա բացատրելու կարիք չկա, դա մարդ կոչել դժվար է, որովհետև մարդը մենակ բիոլոգիական տեսակ չի նա, ինչ որ բաներով պետք է ստանդարտների համապատասխանել, առնվազն ինտելեկտի, բարոյականության, իր գործողությունների համար պատասխան կրելու ունակությամբ, այլ է մարդը։ Չէ, ամեն անասունի չի կարելի մարդ ասել, կներեք իհարկե, բայց ստիպում եք, այլ բան չկա։ Հիշում եք երևի երեք այս տխմարի հայտարարությունը այն մասին, որ պատերազմի կուսակցությունները հանդես են գալի խաղաղության ռևիզիայի դիրքերից, այսինքն ով իր այդ համաձայն չի, բոլոր պատերազմի կուսակցությունները, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում ընտրություններից շատ չանցած աշնանա, դա էլ է արդեն որոշվել։ Ես էլ սրա մասին խոսացի, որ մենք պետք է ունենանք, այ հենց հիմա գետնի վրա պետք է ունենանք արդեն այդ իրավաբանների խումբը, որ հենց այս հայտարարության վրա պետք է արդեն կազմել եզրակացություն, հղում անելով որոշակի օրենքների։ Մենք այս եզրակացությունը այսօր պետք է ունենանք, ես այսօր տարածեի, ուղարկեի բոլոր կենտրոնները, եվրոպական, ամերիկյան, ռուսական, չգիտեմ, կուսակցություններին, որոնք հետաքրքրված են անշուշտ այս ամեն ինչով, որ սրա միջև ընտրություն, սրա կերպարը բոլորի մոտ պարզ լինի մի բան, որ ամենամեծ սպառնալիքը հայկական պետականություն որ կա, դա Ռուսաստանը չի, դա նույնիսկ Իսրայելն ու Թուրքիան, Ադրբեջանը չէ, դա Փաշինյան չի վաղնա։ Մենք դրան պետք է հասնենք, մենք դա պետք է ապահովենք, ոնց, ինչ, չգիտեմ, ես այդ հայտարարակ բնավորություն է, որ մի բան մտնում է գլուխս, ես չեմ կարողանում չիրականացնել դա։ Դա իմ գլխից դուրս է գալի իրականացնելով, դա առնվազն պետք է իրականանա մի ձև։ Պետք է մտածել, գրեք ինձ, զանգեք ինձ, մտածենք իրար հետ ինչ ենք անում, եթե իրավաբաններ կան, որից նայում են մասնավորապես Երևանից։ Գրեք, մենք պետք է անենք սա։ Եվ այսպես, ուզում եմ իրան պատասխանի ուրիշի իմ փոխարեն, հա։ Ես սիրում եմ ուրիշների ցիտել։ Արտյոմ Ասլյանն է գրում, ես չգիտեմ ով այկել է, բայց լավ է գրում, ուզում կարդամ։ Եթե մեր ազգային արժանապատվության վերականգնման գինը նոր պատերազմն է, ուրեմն ես ընտրում եմ պատերազմ։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետք է հստակ արձագանք ստանա մեր հասարակության կողմից։ Ձեզանից յուրաքանչյուրը իրեն հասանելի բոլոր միջոցներով պետք է արտահայտի իր վերաբերմունքը այս հարցի նկատմամբ։ Անխոս։ Արժանապատվության արդարության վերականգնում եւ մահաբեր պատերազմ, թե անverջ նվաստացումներ, անverջ զիջումներ եւ ֆեյք մահաբեր խաղաղություն։
Սա այն հարցն է, որի պետք է հանրայնորեն պատասխանի ամեն հայ։ Տակը ստորագրում եմ, շնորհակալություն Արտյոմ Ասյան։ Եվ մեկ լրացում ընդամենը։ Ամենախաղաղ տեղը, որտեղ ոչ մի կոնֆլիկտ այլևս չկա, դա գերեզմանն է։ Այո։ Եվ առանց հայ Արցախը։ Իմ այնքան խաղաղ այնտեղ։ Այնքան խաղաղ, այս այն տեսանյութ եմ ցույց տալու դերից։ Ով ազում է խաղաղությունը։ Սրանք դա են մեզ համար պատրաստում, դա են բերում, դա է խաղաղությունը։ Որից հետո իրանք հանգիստ կվայելեն իրենց թալանը եւ պատասխան չեն տա իրենց հանցագործությունների, կներեք հանցագործությունները չասեմ, լավ չի ինչու, մասսայական սպանդի համար, մասսայական սպանդ։ Դա մենակ այն դեպքում, երբ որ Հայաստան աշխարհը կվերածեն գերեզմանի, որտեղ են ոչ մի կոնֆլիկտ չի լինի, ոչ մեկին ասելու, պահանջելու բան չի ունենա։ Միանգամից այս նապաստակի աշկերով, նապաստակի հոգով, այս ոչնչությունը միանգամից միացել է վարչապետին, ընդդիմադիրներին մեղադրելով ռազմատենչ կենսացնող պատերազմ բերելու մեջ։ Սա ասում է մեկը, մի անասուն կուսակցության անասուն շարժման մի անասուն, որը իր ամբողջ 8 տարվա մեջ բացի սքից պատերազմից, կոտորածներից ու կորուստներից բան չի բերել։ Ուսանք մեզ պատմում են պատերազմով։ Ուրեմն ես պատրաստ եմ աշխարհի մեղադրանքներն ու լուտանքները թափել անցած բոլոր նախագահներին եւ դրա իրավունք ունեմ եւ դրա առիթը կա։ Դրանցից ոչ մեկ մեր գլխին պատերազմ չի բերել։ Բացառությամբ Սերժ Սարգսյանի, որը քարոզիա պատերազմով փորձեց շոշափել խաղար հայ ժողովրդի, հայ տղամարդու ամորձիների հետ եւ հասկացա, որ ամորձիները բավականին ցիկա եւ իր խելքի բանը չի։ Եվ դա ավարտեց քարոզիա պատերազմով, մենք ունեցանք 120 զոհ, դրանով ավարտեց։ Դուք աղետ եք։ Համեմատության ոչ մի եզր չկա։ Ունենց որ սուրո պատրաստի։ Դու առաջնային ես գնում կարապներան։ Այնքան դժվար է ձեզանից որոշել, ձեզանից ով ամենաառաջնային։ Դու Անդոնը, այս Անդոն, մյուս Անդոնը, որ Անդրանիկա նաև ԱԱԾ-ի պետ, հա, Դատախազը, Ալենը, այնքան շատ եք, մարդ չգիտի ձեզ ոնց դասավորվի, որ հանկարծ ոչ մեկը վատ չզգա, թե ինչի է ինքը երկրորդական էլի, թե ինչի եղավ երկրորդական ինքը։ Մի խոսքով։ Բայց ձևը կգտնենք։ Մի հատ մեծ sense արենա կվերցնենք, արենա, որ sense կլոր նստեք իրար կողքում։ Բլե, կտեղավորենք։ Անհոգ եք։ Այսօր ես ողորմելի չնչին արածը, ինչպես կասեց Պանիկովսկին ոսկե հողտի մեջ, հայտարարություն էր տվել ուժեղ տղեկի մասին, հա, սպառնալով այդ ուժեղ տղեն, քնիչներով, ԱԱԾ-ով, այն մոսկուներով էր, որ կճիշտ Ներսիսյանն են ասում կաթողիկոսին։ Եվ այս ուժեղ տղեն միանգամից, որպեսզի ինքը հանգիստ գնա Շվեյցարիայում ասում Չարենցավան, այլ մի շվեյցարիա Չարենցավանն է այդ։ Նախորդ բոլոր ակտիվ տղեկին ընդեղ այդ օրվա հենց այդ ժամին կանչում են զրուցելու քնչական։ Ինչ այնքան ուժեղ տղա է, որ միտեղ գնում է նախորդ բոլորին հավաքել ատարի հենց այդ ժամին։ Հենց այդ ժամին հավաքեք, որ ես հանգիստ գնամ դա։ Փաշինյան Նիկոլ, մի քիչ խնդրեմ կա ստեղ։ Բա մնացածին ինչ ես անելու, որ դեռ չեն արտահայտվել, որ Facebook չունեն, բայց պատրաստ են քեզ տենալուց գունդ քեներեսիդ։ Դրանց հետ ինչ ես անել։ Դու տեսնում ես, չէ՞, գնում ես, չէ՞։ Այդ ձեր մի ավտոբուս դավաճանները։ Այդ գիտեք ինչ եմ հիշել ավտոբուսի վերաբերյալ այն Դավիթ Տոնոյանը, հիշում եք, որ Իսրայելին մերժեց դրոնների արտադրություն, արկելի արտադրություն պետքա համատեղ ձեռնարկություն լիներ։ Եկել էին առաջարկելու մարդիկ 18 թվին։ Հիշում եք ինչ պատրվակով եւ ինչ հիմնավորման մերժեց։ Ասեց գրանատամետով էլ կարելի է խփել այդ ավտոբուսին էլի։ Սենց այս միտքը մտքիցս չի անցնում։ Իրոք մի ավտոբուս ինչքան հեշտ ավարտում լուծում բոլոր հարցերը։
Չգիտեմ ինչի՞ս մտել է գլխից մեջ դուրս չի գալի։ Թես ավտոբուսն եմ տենում, ինչքան այդ ավտոբուսը տեսնում եմ ես Դավիթ Տոնոյանս էս միտս է գալիս։ Ասում ես մարդը ինչ հեռուն էր նայում։ Լավ, չշերվենք։ Հա, Փաշինյան Նիկոլ, փախնելու տեղ չունես։ Ասենք մի 3 հոգու, լավ, 10 հոգու կանչեցին նախնական ու փակեցին, զրկեցին այդ մարդկանց քո երեսին թքելու հնարավորությունից։ Ու բա մնացածին ինչ ես անում։ Հա? Ու դու զգում ես, չէ՞։ Զգում ես, կողքիներդ էլ են զգում։ Այն շաշերն էլ են զգում։ Գիտեք ինչ են զգում։ Ես ասեմ ինչ են զգում։ Այն արհեստական տրջիկ որ տալիս են ավտոբուսի մեջ։ Գիտեք ինչի է։ Որ ցույց տան թե իրանք ինչքան ուրախ են։ Իսկ մի հատ բան պետք է բացահայտեմ։ Ուրախ մարդը չի գոռում որ ինքը ուրախ է։ Ուժեղ մարդը չի գոռում որ ինքը ուժեղ է։ Երջանիկ մարդը իր երջանկության մասին չի գոռում։ Այ սենց վախկոտները, այ սենց մարդկանց աչքին թոս փչելու համար իրանց նախարարներն ասում են մի հատ տրջիկ տվեք այդ ավտոբուսի մեջ, թռվռացեք։ Որ ժողովուրդը տեսնի իբր իրանք ուրախ են։ Չէ, հենց դա մատնում է, որ ձեր տրամադրությունը այնքան անկումային է, որ ձեր այս կարգի դոպինգ են պետք։ Հա, դոպինգ, ժամանակավոր։ Չգիտեմ, այդ Viagra-ն ձեզ օգնում է թե չի օգնում, բայց մեզ դա համար դա տեսանելի է, որ դա ընդհանրապես Viagra է, որ շատ լոկալ ազդեցություն ունի, այդ մի ավտոբուսի տարածքում աշխատում։ Գնանք առաջ։ Սա եմ ուզում ձեզ ներկայացնեմ։ Սա 23 թվականի Փաշինյան Նիկոլը 26-ին անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը։ Ընդհանրապես 3 տարի առաջ է դա։ 26 թվականին միանգամից Ալիևի ցուցումից հետո դառնում է անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր։ Կախվածություն ումից տականք։ Հա։ Կարաշ պատասխանես այդ հարցին։ Yani կյանքիդ մեջ որ հարցին ես պատասխանել, թե դու մաքսիմում կարողանաս այսպես բաներ անես։ Մի հատ նայեք այս տեսանյութը։ Դիշով նայեք։ Саран даже գրեցավչում Սարան լացելով, Սարան даже գրեցավչում Սուսավանին։ Սարայի հետ Իրանց ավտոյով միջև այնտեղ թե ինչ վիճակում եմ գնացել, կարել չում ասեմ։ Արցախցի Գայանե Մեսրոպյանը դեռ չի հավատում, որ 2 օր առաջ իր հետ պատահածը մղձավանջ չէր։ Ոստիկանները գիշերով իրենց տուն են եկել, ասեն ոչ թե մղձավանջ չէր, որ սա հնարավոր էր Հայաստանում։ Տեսեք։ Ես միշտ մտածել եմ, որ Հայաստանում կան չգրված օրենքներ, որ նույնիսկ այն ծայրահեղ Օրնակացինները չեն անցնում էլի, բայց բարձվում է, եթե դու համազգեստը հակար ու ծառայել ես Նիկոլին, դու ամեն ինչի ընդունակ ես, լսենք։ իրեն ձերբակալել ու մանկահասակ աղջկա հետ քննչական տարել, վարչապետ Փաշինյանի դեմ մեկնաբանություն գրելու համար։ Ասում հələ մի հատ ուրախած եք, որ մասկաներով չենք մտել, ձեռնաշղթա չենք հագցնում, միանգամից գրուպայով չենք մտնում, ուրախացեք, որ տենց չենք ձերբակալում։ Վարչապետի մասին մեկնաբանությունն էլ 1 տարի առաջ է եղել։ Պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած արցախցի կինը ինչ-որ մեկի ստատուսի տակ գրառում է արել, որտեղ սատկացնել բառն է եղել։ 1 տարի առաջ։ Սրանք մարդկանց տնից, տեղից, կյանքից ամեն ինչից զրկել են, ապագայի երջանկությունից ամեն ինչից զրկել են, ուզում են, որ իրանց սատկելու մասին ես մարդիկ չմտածեն, չգրեն։ Իսկ կարելի է իրականացնել։ Այդ մի բանից չեք կարող զրկել մարդկանց։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու 1 տարի անց եկել 5 երեխայի մոր հետևից։ Ասում մի տարի է մենք քեզ ման ենք գալիս, որ գտնենք։ Ես էլ ասում եմ մի տարի է ման եք գալիս, լավա էտա գտակ էլի ինձ։
լավ եք աշխատում, լավ երկիր է։ Մի տարի հետո ինձ գտել են մի բառի համար բերման ենթարկել, երեխուս հետ լացելով, ստրեսի մեջ, չգիտեմ ինչ վիճակում, հասնես Դիլիջան։ Ոստիկանները չեն էլ սպասել, որ տան անդամները դուռը բացեն, ներս են մտել ու առանց որևէ բացատրության պահանջել գիշերով Դիլիջանի քննչական ներկայանալ։ Ձերքեր լավ, այ մուսրներ։ Լավ, ասենք Նիկոլը տականք է, լավ։ Նիկոլը կենթանի է, հրեշ է։ Հա։ Արա բա դուք։ Հա, ձեզ մայր է բերել լույս աշխարհ։ Դուք որ գնում եք տուն, կին երեխա բան ունեք։ Թե իրանք են ձեր նման։ Այս ամեն ինչ կարամ հասկանամ, լավ, ասենք շեֆդ կարա հրեշը լինի, ու մեծամասամբ հենց տենց էլ կա։ Արա, բա իրականացնողները, չէ՞ որ այս քֆույլն ու անեծքները ուղիղ գալիս է մտնում է ձեր տուն, ձեր երեխեքի տուն, ձեր կնգատուն, ձեր ամեն ինչը, ձեզ է գալի։ Ու հիմնավոր է, սա ոչ թե ձեզ վիրավորելու համար է։ Չէ, ձեզ վիրավորելու համար չէ, սա հիմնավորված հետևանքներ է, տարբեր ձևերով, մեկը անեծքով, մեկը քֆուրով, չգիտեմ, մեկը վաղը կարող է գործողությամբ։ Արա, մտածում եմ մարդը անասունից պետք է տարբերվի, էլի, գիտեք ինչ, առնվազն, որ իր արածի համար ունակ լինի պատասխան տալու։ Ունակ, ասես կանգնի դիմացը ու ասի ինքը ինչի է արել։ Դուք չեք կարող ասել մենք հրաման ենք կատարել, էսի հրաման կատարելու բան չի։ Էսի հրաման կատարելու բան չի։ Հետո էլ ասես ուրախ եղի, որ մասկեքով չեք եկել։ Դա ձեզ ադալժենին է։ Լավ, եթե դա ձեր ադալժենին, ես խոստանում եմ, եթե հնարավորություն ունեցա, ձեր դուռը ծեծելուց մասկեքով չեն լինի։ Եթե դա ձեր sense էական է ձեր համար, մասկեքով չեն լինի։ Ու դուք էլ կտեսնեք ձեզ տանողի աչքերը։ դողում է, ասում շորերս հագնեմ չի լինում, երեխային լացում է, երեխուս հոգեկանը խանգարալք, հոգեկան աշխարհը խոխած վատ վիճակում, ով է պատասխան տալու իմ երեխու համար հիմա ես եմ ձեզ մեղադրում։ Գայանեի ամենափոքրը 7 տարեկան Սառան համազգեստավորներին տեսնելով սարսափել է, սկսել է լաց լինել, մորը գրկել, փոքրիկ աղջկա հեկեկոցնել ոստիկանների վճռականության վրա չի ազդել։ Տեսակ ես ոստիկանության հələ շենքի տակը նայել է։ Մորը գրկել, փոքրիկ աղջկա հեկեկոց։ Լսեն նայ։ Արայսի չեք դուք։ Հա դուք էսի չեք։ Ամբողջ երկիրն է այս վիճակում, այնքան տիպիկ է, հիշում եք հատուկ քննչականի դալիճը, Միջանցքը, հիշում եք, ոստիկանության հրտնեստեն նայք, սենց վիճակը նայք, այս չեք դուք, ձեզ ես էլ է շատ, իսկ դուք պատկերացնում եք, որ ձեր երեխեքն են մի օր ապրելու, այն ինչ որ ապրել է փոքրիկ Սառան, ոնց եք դրան նայում։ Նայեք, այսօրվանից մտածեք դրա մասին։ Սնել ոստիկանների վճռականության վրա չի ազդել, մորը 7 տարեկան Սառայի հետ նոր հաճնից Դիլիջան են հասցրել, Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքն այնտեղ Նոր հաճնից Դիլիջան, դուք պատկերացնում եք, նոր հաճնից Դիլիջան։ է գրանցվել։ Լացելով, հա, տարել ենք, Սառան ինձանա չի պոկվում, ինձանա կախված, ցուցմունք հատետի տվալ Սառայի հետ։ Գիշերը, այդ վերասում արդեն տռալա 12-ը։ Տագնապած Գայանեն ամբողջ ճանապարհին խնդրել է, որ ասեն, ինչու են իրեն հրատապ տանում, ինչ է արել, որ մանկահասակ երեխային էլ չեն խնայում։ Ոստիկանները, որից մեկը կին է եղել, ոչինչ չեն ասել։ Մի ժամ սպասել ենք, հա, էտա քնիչը եկալա, թղթերը հանել, թե այս ձեր ֆեյսբուքյան էջն է, բա այս ինչ գրար։ Այս տղեն է, որ ասում են ուժեղ եք, ձեր ուժի ինչի մեջ է, այս ուժեղ տղեն է։ Ուժեղ տղեն է, մի կնոջ, արցախցի կնոջ, մենակ 5 երեխա է, վախեցած գրառումից 1 տարի առաջվա ու նոր հաճնից Դիլիջան։ Շատ ուժեղ տղա ես, շատ։
ու գիտես քո նման ուժեղ տղեկի հետ ոնց է լինում, այն ուժեղ տղեկի հետ, որոնք ուժեղ են, երբ որ այդ ԱԱԾ կոչված այդ ուսապարկերի խումբը ծառայում է իրան, ժամանակավոր, հա, այդ հթիր ոստիկանների այդ ոհմակը ծառայում է իրանց, գիտես ինչ անում են այդ ուժեղ տղեկի հետ, երբ որ մի օր էլ իրան չեն ծառայում, այս նրանք նույն ձև Ենիչերու պես առանց մարդկային նկարագրի մտնում են հենց ձեր տուն, այ նույն ձև, այսպես բաներ է լինում, այս մահակը սենց հետաքրքիր բան է։ Ռոմը կատարել եք, դրա համար ենք ձեզ բերման ենթարկել։ Երբ եք եկել գրավման։ Մի տարի առաջ, սեպտեմբերի գյումչում քանիսին։ Գայանե Մեսրոպյանին 2 օր տարել բերել են հարցաքննել, նա խոստովանել է, որ Փաշինյանի դեմ ինքն է գրել, ասում է գործով որևէ կարգավիճակ չունի, հեռախոսն են արգրավել։ Դուք եք գրել, ասում, հա, ես հերքում չունեմ, որ ես եմ գրել։ Ես եմ գրել, կարող է մարդուն պահի տակ, ազդեցության տակ, այսքանից հետո մարդ ես էլի, հա։ Բայց ես չասեցին լավ է կարել։ Այս լրագրողի հայացքը ամեն ինչ ասում է։ Իրոք, եթե մեկը լսում է ու այս տպավորությունը չի իր մոտ, նա կամ հայ չի, կամ հայերեն չի հասկանում, կամ մարդ չի առնվազն։ Ուստի քաղաքականություն չկա։ Սա քաղաքականության մասին չի, ճաշակի մասին չի, արևմուտք, արևելք, Ռուսաստան, չգիտեմ, Չինաստան, Պարսկաստան, Իսրայել, ընդհանրապես սա պարզ մարդկության մասին է։ Մենք կարող ենք տարակարծիք լինել, ու դա նորմալ է, նույնիսկ պարտադիր է, որ մենք լինենք տարակարծիք։ Բայց մարդ պետք է լինել առաջին հերթին, մարդ, որը պարզվում ամենադժվար բանն է։ Բացատրում եմ, ասում եմ, կորցրել ենք, ամեն ինչը թողել ենք, գերեզմաները թողել ենք, ոչ մի բան, ասում եմ, դու լինես իմ տեղը, չես գրի, հալա մի բան էլ ավել կգրեն, ասում եմ, մեկը, այդ բառը չպիտի գրեիր։ Գայիր կողքս կանգնեիր, ձեռս բռնեիր, չգրեիր, հիշում եք, մենք ենք մեզ սարերը, ասում եմ, գայիր ձեռս բռնեիր, չմորթեիր, գայիր կողքդ կանգներ, կամ անասուն, նենց անեիր, որ դա չլիներ, ես է չգրեի։ Ես դրա իրավունք ունեմ։ Ես դրա իրավունք ունեմ թքած ունենալով այդ խոսքին դուք ոնց եք վերաբերվում, դա իմ վերաբերմունքն է, ես այդ վերաբերմունքի իրավունք ունեմ։ Եթե ձեր համար ընդամենը հարցը ձևակերպման մեջ է եւ վերաբերմունքը էական չի, նշանակում է դու ձեր վիճակը շատ ավելի ծանր է։ Իրենք այդ իրավունք ունեն ու այդ վերաբերմունք ունեն, թե հիմա ոնց են արտահայտել դա։ Արդեն դա հեչ կապ չունի։ Ու դրա ձևակերպումը փոխելով, սատկացնելը փոխելով, ասենք սենց մեղմ ասած, ուրիշ բան գրելը, վերաբերմունքը չի փոխում, ցանկությունը ներսիով չի փոխվում։ Գնանք առաջ։ Սանայք։ Ընտրեմ, նայեք, հիմա ես Սերգո Սարգսյանի սենյակում եմ, ու նայեք, իմ աշխատավարձի համար եմ եկել, այս մարդը ինձ ասում է, այս աշխատողին հենց հիմա դուրս հանել, ինքը իմ աշխատավարձը չի գրել, ու իմ աշխատավարձը չի տալի, ինձ այն ամենավերջի հայուանքները տալիս է, Սերգո հենց հիմա ինձ բացատրի, ուրա իմ աշխատավարձը, խի ես դու ու Լութվիկը իմ աշխատավարձը ձեզանով արել, խի եք զրկտվել իմ աշխատավարձը, ուրա իմ աշխատավարձը դու հենց հիմա, չէ չենք փոշմանում, չփորձվես ինձ կպնել, ով է ինձ թողել, հենց հիմա իմ աշխատավարձն եմ ուզում։ Նա ինչ սարքեց արա։ Դու իմ մորը քվոր տղի, այ էդի, դու փոշմանելու ես, լրտես տղա։ Ուսակատադրում է 3-րդ մասում, Շինգավիթ համայնք,
Ժամանակին չգրված օրենքների բան կար է պաշտպանելու, ինչ ասեմ, պարտադիր լինելու հանգամանք։ Այստեղ են, ասենք 20 տարի առաջ ես պատկերացնում եմ ինչ վիճակում կհայտնվեր, եթե բացահայտեին ով է ինքը։ Ես հիմա չգիտեմ ով է մնացել, ինչ է մնացել, եւ ընդհանրապես ինչ որ մի բան մնացել է, թե չէ։ Սա երրորդ մասում։ Գիտեք, տականքները կգնան Նիկոլ Փաշինյանի նման։ Կամ կգնան հետո բանկ, կամ կգան ու կսատկեն։ Այդ ամեն ինչ ուղղվող է։ Բայց այս տեսակը, որ արդեն հասել է թաղապետարան ու ես ձևով հարցեր է լուծում, այս է իրական վտանգը Հայաստանի համար, թուրքը չէ։ Սրանք ավելի մեծ աղետ են իրականում, քան թուրքը։ Որտեղ սա թուրքի ուզածն է։ Ես հիմա անենց եմ ասում, որ տղեկը գնան ու մտածեն, ով է ես, չեմ է ճանաչում, իր այդ նստածներ, իր հրաման տվողներ, իր սաղ թաղապետարաններ պետք է գնա մտածի, վաղ այս ամեն ինչի համար, սենց նստելու ենք դեմ դիմաց, դուք պետք է ասեք ես ինչի եկան։ Ոչ մի բան չի աշխատելու, ոչ կուսակցական պատկանելություն, ոչ փողի քանակ, չի աշխատելու ոչ մի բան։ Այո, մտածեք էլի։ Մտածեք, որ ամեն ինչ հավերժ չի, ոչ այդ աթոռը, ոչ այս կուսակցությունը, ոչ այս իշխանությունը։ Լսենք էսա։ Մղջյանի դպրոցի մասով մենք սրա ուղիղ հակառակ իրավիճակում ենք։ Որովհետև ի սկզբանե բոլորիս ասեմ, որ որևէ մեկը չմտածի ես ինչ որ ուղղորդված բան եմ ասում։ Բոլորիս մոտ այն ընկալումներ, որ այո, փոշենման զանգվածը թմրամիջոց է, ճիշտ է։ Ոչ մի այլ ընկալում չեք ունեցել։ Բայց բնականաբար այդ տրամաբանության բևարույթը նախաձեռնվել, բայց հետո փորձաքննություն բնականաբար պիտի իրականացվի, իրավապահ համակարգը ստացել է փորձաքննության արդյունքը, պարզվել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք։ Վերջ։ Հիշում եք այն պատմությունը Մղջանում երեխեքին, որ նարկոտիկի են ընտելացրել, ծեծելով, պարտադրելով, 4-րդ թե 3-րդ դասանի երեխեքին։ Փորձաքննություն են կարել, 1 տարի հետո, պարզապես դա նարկոտիկ չէր, Ռաֆիկ совсем не виноват։ Հա, երեխեքին ուրիշ փոշանման զանգված էին սովորացել, պարտադրաբար ծեծելով։ Հա, լրիվ ուրիշ փոշի է, նարկոտիկ չի։ Ալուլ է եղել, ալուլ են բերել, լսել է երեխեքի քիթ կդերը, պարտադրել են ուրիշ բան, նարկոտիկ չի։ Փորձագիտական լաբորատորիան ցույց է տվել, որ դա ասենք չգիտեմ։ Կավ էր։ Հա, իրաք էլ մեղավոր չեն, պատերազմել չի եղել, Արցախցուն էլ վտանգ չի սպառնում, այլ լրիվ նույն սերիայից է, լրիվ։ Արցախցիներ հիմա հանգիստ իր համար բանում ապրում է ու իր կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Այս փնթիները կներեք արտահայտության համար, կնոջը բանը երևի ճիշտ չի տես բան ասել, բայց ուրիշ ինչ ասել սրանց։ Սա կինել չի, սա չգիտեմ ինչ է։ Այս գոյացությունները իսկ ասում եմ վիրավորանք են, լուրջ վիրավորանք են, ցանկացած էլի նույնպես եմ ասում, մտածող եւ բարոյական մարդու համար։ Սրանց գոյությունը ուղղակի վիրավորանք է։ Այս գոյացությունների գոյությունը է մեր կյանքում։ Էլ չեմ ասում իրենց կողմից ղեկավարված լինել։ Սա լսենք։ Բարև ձեզ, ցավները տանում, խնդրում եմ մեզ վիդեոն մինչև վերջ նայեք, տարածեք։ Իրականում շատ կարևոր բան եմ ասում։ Ես ֆինարնիկ եմ, առաջին կարգի հաշմանդամն եմ, Ողնաշարի T8, T9, T10 կոտրվածքներով։ Դոմիկի ապրող եմ, 3 անչափահաս երեխա ունեմ, երկար տարիներ եղել եմ զինվորական, մռավի պոստեր եմ պարել, 8 տարի ու կես եղել եմ պոստեր։ 2 անգամ իմպլանտավորվել եմ Ողնաշարից, կաթետրը վրես, ես ասենք չեմ հասկանում խոսքի ինչին են մարդու աշխուժությանն են գալի դիագնոզ տալու։ Հետը խոսալով գալիս են
Տենեմ լավա թողում գնում եմ, բռնեմ երկով կարգ գցեմ, հա։ Նախարարությունից զանգը մաս մեկ է տեսանյութը հեռացեք, խնդրում ենք։ Նորից Այս անառագի ծնունդը, որ տղճիկ է տալիս, այս խայտարակ երևույթը, զանգի հանի տեսանյութը, ասկի որ հանես տեսանյութը այս մարդու առողջությունը վերականգնվելու է, ու սա ընդհանրապես բան է, մի դեպքի մասին է խոսքը։ Սա նույնիսկ առաջիկ կարգի հաշմանդամին չեն ուզում հաշմանդամության այդ դիմաց այդ ողորմությունը տան։ Շարքում ասեն հանի այդ տեսանյութը։ Դուք ձեր համար ոչ թե ճանապարհ եք ապահովել դեպի դժոխք, դուք սենց ճանապարհներ եք ապահովել։ Այն երակները ոնց է սենց տարածվում, չէ՞։ Մի հատ ճանապարհ չի, սենց ճանապարհներ է, որ էսի փագվից տեղով եք գնալու, ինի փագվից տեղով, բարձրվի էսի այդքան էլ ձեզ այդտեղ չի տանում, մեկը դուք հասնել եք դժոխք, էլի դուք սենց մի հատ ցանց եք ապահովել ճանապարհների դեպի դժոխք։ Երևակայական նաև դժոխք էլի։ Եմ կրկնեմ, թքեմ ձեր լափամանի մեջ, որ դուք միլիոններ եք ստանում, մեր նմանները թոշակից կտրվում են կամ ընդհանրապես կամ կարգնա իջացվում։ Իմ ինչն եք գնահատել 63 բառ։ Ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ես 3 ամիս թոշակ նպաշտ չեմ ստացել։ Ու ես նորից պետք է էլի իմ ծախսով հասնեմ Երևան կոմիսիայի։ Նա տեսահես քաշքշուկի իմաստը ով կարա բացատրի ինձ։ Այսինքն այս մարդը ինչն էր աճելու, ողնաշարի պրոբլեմը իրան լուծվելու էր, հա։ Իսկ այս ինչ եք դուք անում հայ մարդու հետ, այդ տականքներ։ Իմ ջալոս նորից ասեմ, ովքեր սրանց աջակցում են, ես դա ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ եմ ասում, դրանք մարդկային ոչ մի բան չունեն իրենց մեջ։ Սա քաղաքականություն չի, սա ճաշակի հարց չի։ Սրանք հրեշ են։ Ու սրանց աջակցելու համար պետք է լինել նույն կարգի հրեշ, ուրիշ բացատրություն չունի դա։ Էլի եմ ասեմ, ես իրականում այդքան փող չունեմ, այդքան տուգանքի։ Թե չսաղիդ կքրվեմ սաղ նախարարություններիդ։ Վայկոմատից սկսած, որ այս վիճակի զանգը զորավարժության եք կանչում, այ այդքան անտեղյակ եք։ Իսկ միևնույն ժամանակ, սա լսենք էլ է։ 36,000-ը փոշակ է խնդրել, 36,000-ը աշխատում։ Այսինքն տականք Սինանյանն է, այն ստոր, ասում են 36,000 դրամ, այլ ես քեզ տամ գնա ապրել նավ։ Չէ, ինչի՞ չէ վրա։ Ինչի՞ չէ վրա։ Ավտոբուսում իսկապես այդպես ուրախ է, թե նկարվելու համար եք կադրեր անում։ Դիակ պատասխանի։ Ուսանել պատասխանի։ Միևնույն ժամանակ նայեք սա։ Լսեն 7000 եվրո ասացիք ոնց որ հեզանի արժողությամբ հեզանով արդյոք թանկարժեք չէ ձեր կարծիքով։ Ճոխություն չէ նախարար։ Հեծանի 7000 եվրանոց։ Այս մարդը թոշակն են կտրում։ Սա 7000 եվրանոց հեծանի մասին է։ Ուսում եմ, տեսնենք ինչ է պատասխան։ Ես չեմ հասկանում անկեղծ ասած դուք ինչ եք հարցնում։ Ինչ է նշանակում ճոխություն։ Հեծանի բարելը։ Իմ նախասիրությունն է դա առնում, ասենք 3000-7000 եվրոյի ավտո չեմ առա, հեծանիվ եմ առա, ինչն է խնդրեմը։ Գարդասիլ Արսենը, դոկտոր Մահա։ Պրոբլեմը գիտեք որն է։ Այդ դրան այսպես նայելը։ Ինչն է պրոբլեմը։ Այդ արդեն պրոբլեմ է։ Մենակ բարոյական պրոբլեմ չի, սա իրավական պրոբլեմ է, սա բարոյական պրոբլեմ է առաջին հերթին։ Ու բոլոր նրանց, ով ստեղ իրոք պրոբլեմ չի տեսնում, հենց ինքը արդեն պրոբլեմ է։ Որտե՞ղ ինչա պետություն։ Պետությունը դա համայնք է։
որտեղ մարդիկ հավաքվում են, ընտրում են կառավարություն, աշխատողներն աշխատում են, երեխաները գնում են դպրոց սովորում են, հա, համայնք։ Գոյանում է բյուջե, ընտրվում է կառավարություն, որը պետք է վերաբաշխի այդ բյուջեն։ Ունեցա ստացվում, ովքեր ընտրված են կառավարելու, բարձված որպես աշխատող, իրանց համար 7000 եվրոյով հեծալու պրոբլեմ չի, բայց ընդ կա մարդ, որ աշխատողը, որը հաշմանդամ է դարձել, ինքը թոշակ չունի։ Դե խախտվում ամենակարևոր կանոնները, համակեցության կանոնները, մարդկային համակեցության կանոնները, որ կոչվում է պետություն։ Պետությունը կարգավորում է դա օրենքներով, էլի։ Այ երբ որ ստեղ խախտվում է, ու ցանկացած մեկ, որ այս կարգի պետության աջակցում է, էլի քաղաքականության հետ կապ չունի։ Նա հանցագործ է։ Կարող եմ ասել բառերով, հա, սրիկը ատականքված, դա կարևոր չի դա։ Դա հանցագործություն, այսինքն դա ասում է, լսի եղբայր, եթե դու այսօր իշխանության ես, ու քեզ վճարում են քո գործողությունների համար, դու իրավունք ունես թալանելու ըստ պահանջի, նրան զրկելու թոշակից, նրան զրկելու, չգիտեմ, իր միջավայրից, նրան զրկելու իր տնից, նրան զրկելու իր խոսքերի իրավունքից, չնայած ինքն է քեզ վճարում, որ դու իր համար աշխատես։ Եվ դա նորմալ է։ Ցանկացած մեկը, ով այս գծի մեջ է, ինքը մի անգամից դառնում է հանցագործ պետության, մարդկության, գրված օրենքների եւ բարոյականության նկատմամբ։ Ուրիշ հարց չկա, նույնիսկ եմ ասում, քաղաքականության կապ չունի, կուսակցական պատկանելություն ընդհանրապես բան չունի, էլի։ Նախկին, ներկա, ոչ մի բանի հետ կապ չունի, սա պարզ մարդկային բանաձև է։ Կամ կա, կամ չկա։ 1000 եվրոանոց ավտո ունեք, ասել եք ճոխություն է, թե ճոխություն չի։ Կամ ասենք $1000 ժամացույցը ճոխություն է, թե ճոխություն չի։ Իմ օրինական եկամուտներով արված գույքա ինչ կապ ունի, ճոխություն է, թե ճոխություն չի։ Ասում եմ, ուրախ եմ, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության նախարարը կարող է մեղադրվել հեծանիվ ունենալու մեջ, այդ թվում 7000 եվրոանոց։ Ավտոմեքենա չեք վարում։ Վարում, բայց չեք ավտոմեքենայի մեջ մեղադրում, օրինակ $20000-անոց։ Ուզում Չէ, դա հարց, ով ասեց չեն մեղադրում։ Էդ էլ է մեղադրանք անելու։ Գարդասի, հլա ուր ես։ Դու կարելի տակ եք չեք հասկանում, լենքան բանի մեջ եք մեղադրում։ Ուզում ասեմ, որ պետք չի այդքան ընկնել ժողովուրդ հարգելի գործի։ Չար այդքան ընկնել արա։ Լավ իսկ մի 250,000 տուն չունեմ, իրավունք չունեմ ունենալու, լավ եմ սովորել դպրոցում, չէ, չունես ունենալ տականք։ Չէ, չունես արա։ Չունես, եթե այդ երկրում սոված երեխա կա, եթե այդ երկրում սոված թոշակառու կա, դու իրավունք չունես։ Դուք իրավունք չունեք, վերջ, սա է պետությունը, սա է օրինականությունը, սա է կանոնը, իրավունք չունեք, պարզա, իսկ որ օրենքով, որ հոդվածներով իրավունք չունեք և դրա համար ձեզ ինչ է հասնում, հետո կիմանաք դրա մասին։ Ընկերներ, ուրիշ հարցեր ունեք։ Ոսպեք չի ընկեր, ընդամենը հարց են տալի։ Օկուպացված Արցախից տեսանյութ ես համար ժողովրդին։ Տեսնենք ինչ են տեսնում մեր փոխարեն։ Նայենք։ We finally made it to Stepankert, and it was so hard. It was about 4 hours of absolutely nothing, and then you see the mountains. Then you see this is a different land, different people. First Գիտեք, ասում են, քան դժվար է ամեն ինչ նայել։ Նայում ես ասում ես ուրիշ երկիր ունի, ուրիշ մարդիկ։ reaction, tragedy, sadness. Տրագեդիա, տխրություն։ Everywhere you go, it's just empty houses. So while the government is de-Armenizing the area, many landmarks are damaged, destroyed, repurposed, or remodeled. This monument still remains as a government propaganda for religious tolerance. This is the foremost symbol of Artsakh, called We Are Our Mountains, otherwise known as Grandma and Grandpa Monument. Built in the 60s, it symbolizes the connection between the people and the land of Artsakh. 6.5 hours later, this is the first time our tour guide said anything to us. Very fluent in English, he gave us the history rundown of Armenian people in the land,
but then quickly shifted to negative connotations all throughout the tour, every time calling them the illegal, illegitimate government, squatters, and when we tried to counter and step in with our history, there was no changing the bias and the brainwashing. Which goes to show that monument only stands because the government dictated it so. But we saw from the flag show, the blasting Azeri music, and the rampant vandalism, the Azeris want everything Armenian gone. So we will... Ադրբեջանցիները ամեն ինչ հայկական ուզում են, որ գնալ ջնջվի ու ծանր է, բայց պետքա ստապ նայել ու մտածել այս ամեն ինչը ոնց ենք վերականգնում ու շատ արագ է վերականգնվել էսի, շատ ավելի արագ, ավելի սահուն, քան հնարավոր է նույնիսկ պատկերացնել ու դա մոտենում է, ես դա տեսնում եմ ու դա շուտ լուծվելու է այս պատերազմի ավարտով, Հայաստանում ընտրությունների հետևանքներում ավարտվելու է այս ամեն ինչը, ամեն ինչ գալու է նույն իր տեղը, դեռ ավելի լավ։ Իսկ մինչ այդ թուրքական ֆաշիզմը Գերմանիայում, Թայլաթին մեծանում են մարդիկ, մարդասպան Թայլաթին, իսկ Հայաստանում արգելվում է Արցախ բառնասել, միևնույն ժամանակ, ում կողմից արգելվում, նույն թուրքերի։ Հիմա այս գիտակցությունը եթե կա մեր մեջ, ժողովուրդ ջան, ուրեմն մեր հաղթանակին ոչինչ չի սպառնում։ Եթե այս գիտակցությունը կա, ուրեմն մեր հաղթանակը ապահովված է։ Եթե այստեղ չկա այդ գիտակցությունը, մենք այդտեղ խնդիր ունենք։ Թե չէ մեր խնդիր ուրիշ տեղ չի, մեր գիտակցության մեջ է ընդամենը։ Էդ էլ ասեմ, որ ապացուցված արդեն Իսրայելը օգտագործում է ադրբեջանական տարածքները, բազաները, օդային տարածքը Կասպից ծովում հետախուզություններ անելու եւ ինչ որ գործողություններ անելու նպատակով։ Ինչպես օգտագործել է հունիս ամսին 25 թվականին։ Այնպես որ սպասենք հետևանքներին։ Իրանցիները հայեր չեն, իրանք պատժում են։ Ինչպես տեսնում եք, բավականին կոշտ են պատժում։ Եվ այսպես Քաթարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները քաոս են ստեղծել, հայտարարել է Կայա Կալասը։ Նախ մերձավոր արևելքի մասին Իրանի հարձակումները Քաթարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ստեղծում են քաոս, պարզ ձևարանշտության պատերազմից դուրս գալու ենք, այլ ոչ թե սրացում, հետևաբար նաև դիվանագիտական կապի մեջ են Իրանի հետ տարբեր լուծում գտնելու համար։ Ինչ եմ սա ասում, ընկեր Կայա Կալաս։ Երևի տեղյակ չէր, որ Քաթարի էներգետիկ ենթակառուցվածքների խփվեցանից հետո, երբ որ Իսրայելը խփեց իրանական նույն գազային պահեստների վրա, որի պատասխան պայմանավորվել են, որ այս գազային պահեստներին ձեռք չենք տալի։ Իսրայելը խփեց, Իրանն էլ խփեց բնականաբար։ Ես կարծում եմ, որ օրը, որ դուք ճիշտ թիրախները ուղեք, ճիշտ անձնագործներին ճիշտ բնորոշեք, այն ժամանակ միջազգային իրավունք, բան, ամեն ինչ կկանգնի տեղը։ Ամեն ինչ։ Իսկ քանի դուք դեռ փորձում եք կես ռևերանսներով, չեմ, այս կարգի թերի հայտարարություններով հարցեր լուծել, նշանակում է Եվրոպան դեռ ունակ չի։ Ամենեքուն գունես Կալասի իդեմս իրա եւ ֆոն դեր Լայնի էքսնեսիոնիստ, ուրեմն դուք պատրաստ չեք, այսինքն Եվրոպան պատրաստ չի, քանի դուք դեռ կաք ձեր պաշտոնում, երբ որ ձեզ կմաքրեն ընդերից, հետո կպարզվի սիոնիստները այդքան ձայն չունեն ընդեղ, այն ժամանակ ամեն ինչ կգա կընկնի իր տեղը։ Իսկ մինչ այդ պետք է դիմանանք ուղղակի։ Աշխարհում արդեն պատտվում է այն համոզմունքը, որ այս ռեժիմը պետք է փոխվի։ Ու մինչև չփոխվի ռեժիմը, չի դադարելու այդ պատերազմը։ Բայց գիտեք, որ ռեժիմի մասին է խոսքը։ Այո, ամերիկյան եւ իսրայելական։ Այդ ռեժիմների մասին է խոսքը։ Այն որ գնում են Իրանում ռեժիմ փոխելու, արդյունքում փոխվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Իրանում։ Ու այս ռեժիմի փոփոխությունն է, որ բերելու է աշխարհում ստաբիլություն եւ ամենակարևորը, մեր համար հայերիս համար ամենակարևորը միջազգային օրենքի գերակայություն։ Սա մեր համար
էգզիստենցիալ կարևորություն ունի միջազգային օրենքների գերակայություն, որի խանգարում է Դոնալդ Թրամփը, որը հայտարարում է տենց օրենք չկա, օրենքը դա իր բարոյականությունն է, ասել է թե ընդհանրապես օրենք չկա, եւ Իսրայելը, որը ըստ այդ օրենքի հանցագործ է, իր վարչապետով եւ պաշտպանության նախարարով, եւ ամեն ինչ անում է, որ այդ օրենքը չաշխատի։ Հետևաբար, որպեսզի աշխատի այդ օրենքը եւ աշխարհում լինի խաղաղություն, այդ ռեժիմները պետք է փոխվեն։ Ու մարդկանց մոտ շատ երկրներում վերլուծաբանների մոտ այդ համոզմունքը արդեն եզրակացությունը կա ի ուրախություն մեզ, որովհետև մեզ առաջնային է դա պետք։ Այնմանից հետո երբ որ խփեց Իրանի եւ ստացավ պատասխանը Կատարի հարցում, Կատարը միանգամից երևի հերակա մի հատ հոգնա արեց Թրամփին, ենթադրում եմ ասեց կբերես 400 միլիոնանոց նվերես հետ կտաս, որովհետև դու սուտ խոսանի մեկը դուս եկար։ Դու պետք է պահեիր իմ անվտանգությունը, դրա դիմաց ես ամեն ինչ արել եմ, միլիարդավոր, հարյուրավոր միլիարդավոր, մոտավորապես 1.2 տրիլիոն նույնիսկ հավաքական իմաստով ամերիկյան տնտեսության մեջ ներդրում ունենք մենք արաբական երկրներում մի հատ նվեր սամալյոտ դու չկարողացար այս իմ անվտանգությունը ու Իսրայելը անում այն ինչ որ պետք չի ու որի արդյունքում ես պատժվում եմ ու դու չես կարողանում ինձ պաշտպանել Թրամփը միանգամից հիստերիայի մեջ զգոր գրալ ու Նետանյահուն մեղադրեց որ սա դուք եք ձեր հարցերով զբաղվելու ես պատերազմից դուրս եմ գալիս եւ գնացեք ձեր գլուխը ոնց ուզում եք պահեք բնականաբար այդ հիստերիան երևին է տեղում շատ արագ մալվեց իրեն հիշեցրեցի նովա ինքը ինչի է բերվել այդտեղ ում շնորհիվ այդտեղ վեր ընկած եւ ինքը սկսեց միանգամից խոսքը փոխել բայց Նետանյահուն հասկացավ որ այս ինքը կորցնում է Թրամփին եւ արաբական երկրները ու խոստացել է որ ինքը ցած շատ խելոք է մնալու այն նման բաներ չի անելու ուղղակի ուզում եմ նայեմ այն մարդկանց աչքերին որոնք հավատում են Նետանյահուի նմանների Թրամփի նմանների Նիկոլի նմանների խոսքերին անենց եմ ուզում դրանց աչքերի մեջ մոտիկից նայեմ ազնիվ խոսք զուտ հետաքրքրողի ուսումնասիրողի համար շատ հետաքրքիր է ես դες մարդկանց աչքերի մեջ մոտիկից չեմ նայել այնքան բան եմ ուզում տեսնել իսկ սա հերթական մանկապիրծն է հրեա Ռավի որը փաստորեն գայթակղել է 13 տարեկան երախու ու հրավիրել է հանդիպման ու իրան բռնել են այդտեղ How did I get that picture? I don't fucking plan. Wait, what? Please stop. I'm bothered. Shut up, lying. Quit fucking playing. Now, what's your daughter gonna think? The day she was born, you came up to me. Motherfucking child. What's your daughter gonna think? The day you were born. Come on. I don't want to. Yeah, man. Move the fuck out of here. Come on. Ow, stop. You ain't even crying yet, man. Please stop. Ow. Սրանց համար սրբություններ չկան, ժողովուրդ ջան, ճիշտ հասկացեք։ Իրենց համար իրանք վատ բան չեն անում, որովհետև ըստ էս ռավիների, ըստ էս հրեաների, նույնիսկ արդեն 3 տարեկանից հետո երեխան իրենց համար դադարում է երեխա լինելու, եթե հրեա չի։ Նա հետ կարելի է ամեն ինչ անել։ Ամեն ինչ կարելի է անել։ Չգիտեմ խեն 3 տարի որ չէ, 3 տարեկանից հետո։ 3 տարեկանից բարձր երեխան արդեն իրենց համար մարդ չի։ Իրենք ամեն ինչ կարելի է անել։ Ու դա իրանց համար խնդիր չի օրենքի տեսակետից, բարոյականության տեսակետից, հրեական բարոյականության տեսակետից, տորայի հիման վրա էլի։ Չգիտեմ, ովքեր դրանով են առաջնորդվում, իրանց համար դա նորմալ է։ Մարդկությունը պատրաստ չի ուղղակի, գիտեք։ Ու հիմա եմ հասկանում, որտեղ ամբողջ կյանքում ես հարցը ինձ տվել եմ, ո՞նց է ստացվել, որ աշխարհի բոլոր անկյուններից սրանց ուղղակի բռնդել են։ Մի հատ լավ խոսք ասում եմ, բոլոր ազգերը չեն սիրում իրար, մեղմ ասած, բայց բոլոր ազգերը միասին ատում են հրեաներին։ Ես երբեք դա չեմ կարող ասել հասկանալ, չգիտեմ, չեմ ասել պատճառը։ Ի նկատի ունեցել եմ, որտես բան կա, ես հիմա եմ սկսում հասկանալ։ Որովհետև այդ նույն մարդիկ ատել են այն շրջապատների միջավայրերը, որտեղ իրանք են ապրել։ Որտեղ այդ մարդկանց նայել են որպես անասուններ, որոնց հետ կարելի է ու նույնիսկ պարտադիր անել են ինչ որ իրանք ուզում են։ Զոհաբերություններից սկսած մինչև
մանկապարտություն։ Սա է։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վախենում եմ սա նոր է սկսում։ Սա էլ լսենք։ Интересный момент. 11 сентября рухнули не 2, а 3 башни. Третья – это 47-этажный небоскреб World Trade Center 7, в который не врезался самолет. В этом здании находились офисы ЦРУ, секретной службы и штаб-квартира по чрезвычайным ситуациям. Здание рухло за 7 секунд почти в свободном падении. Журналисты BBC сообщили о его обрушении в прямом эфире за 20 минут до того, как оно упало. А теперь о последнем обрушении здания в Нью-Йорке. Возможно, вы слышали, что несколько минут назад я говорил об обрушении здания компании Salomon Brothers. И это действительно произошло. Джейн, что еще вы можете рассказать нам о здании компании Salomon Brothers и его обрушении? Ну, в общем-то, только то, что вы уже знаете. Она стояла целым прямо за спиной репортера. Интересно. Ինչև սա մասին իմասում, այսօր ես լսում էի շվեցին, յուդի շվեցին, կարճորովակ էր։ Պատտվեց, հետո ես ամբողջ հարցումը դրեցի, լսեցի, որ հասկանամ ինքը ինչա տեսնում, որ ես չգիտեմ դա մասին գուցե։ Եվ շշմեցի, գիտեք ինչի վրա, որ ինքը տեղյակ չի, ասենք սեպտեմբերի 11 ով է կատարել, ով է կազմակերպել, ինքը հույս ունի, որ կեղտոտ այաթոլաների ռեժիմը փրկելու են, չէ, փլելու են, ավիրելու են Ամերիկան ու Իսրայելի միասին եւ ազատագրեն իրանցի ժողովրդին, որպեսզի աշխարհում էլ չլինի սեպտեմբերի 11, ինչ եմ ասում սա, եւ այլ տերորիզմներ չլինեն։ Ես իմ մասնագիտական ունակությունները միշտ բարձր եմ գնահատել, վերլուծությունները լսել եմ, տեղեկացվածությունը բարձր եմ գնահատել, ուղղակի ու ես վստահ եմ, որ ինքը վստահ գիտի ով է կազմակերպել, իսկ այս տեսանյութը գիտեք ինչի մասին էր։ Նույն տերորիստական ակտի մասին եւ որտեղ բացի այդ երկու վթարված շենքերից, որը չէր կարող այդպես փլվել, դա մի խոսակցություն է, նույն ձեր 7 վայրկյանում ավիրվեց մի այլ մասնաշենք, որի ոչ մի բան չէր եղել, ոչ մի օդանավ չէր կպել, որի մասին հայտարարում են այն ժամանակ 20 րոպե առաջ իր փլվելու մասին արդեն հայտարարում են։ Ու խոսալու ժամանակ հետևում է այդ շենքը դեռ կա, չի փլվել, բայց իրան տեքստ ուղարկել են, որ արդեն փլվել է։ Դա կարճում։ Ես հիշեցնեմ, որ մի հատ ինքնաթիռ կազուս էր եղել մեջը, մարդիկ կարողացել էին զանգել, խոսալ ու կռիվ էր եղել այդ ինքնաթիռի մեջ, որ այնքան էլ ուղղակի բաց դաշտում։ Ինքը չէր հասել տեղ։ Այո։ Բայց պլանավորված էր եղել, որտեղ պետք է հասնի եւ դա պետքա փլվեր, բայց քանի որ չհասավ անկավ ուրիշ տեղ եւ այդ ամբողջ շենքը արդեն մինապատած էր, որտեղ գտնվում էր հետախուզությունը, MCS-ը իրանց մի խոսքով ամբողջ կենտրոնը ինֆորմացիոն, դա պետք է ավիրվեր։ Չկա, չի խփել ինքնաթիռը, բայց դե մինապատել ենք։ Տարակասեցին իջավ։ 7 վայրկյանում դա կոչվում է control demolition, կարգավորված փլուզում։ Այո։ Ու շվեցը չգիտի սա մասին։ Ես երեք էլ մի տահաճ երկար խոսակցություն եմ ունեցել շատ հայտնի երաժիշտի հետ, որ այդ հեռակալ ճանաչում ենք իրար։ Ինքը նեղված լինելով իմ այս դիրքորոշումից, որ ես աջակցում եմ տերորիստների, ես էլ փորձում եմ ապացուցել, որ աշխարհում մի հատ տերորիստական երկիր կա, ճանաչված, մի հատ չէ, երկու։ Հա, էներին կողմից չէ, ես հողում եմ անում միջազգային դատարանին, դա մեկ Պուտինն է, մեկ Նետանյահուն, հա, եթե դու առարկություն ես դրել, գնա բողոքի միջազգային դատարանի նկատմամբ, դե բողոքը արտահայտել։ Ես հասկացա մի բան, որ լավ մասնագետներ լինելը, երաժիշտ, վերլուծաբան, ռազմետչիկ, ցավոք դեռ չի նշանակում, որ դու նախ պատկերացում ունես, դու նախ օբյեկտիվ ես, եւ քեզ կարելի է վստահել։ Դու ընդամենը լավ այդ գործի մասնագետ ես։ Ինչպես ասում է Չերնիգովսկայան, նույնիսկ մաթեմատիկայի Նոբելյան մրցանակակիրը չի նշանակում նա խելոք է, նա ընդամենը լավ գիտի մաթեմատիկա։ Այսքանն է։ Իսկ այս փաստերը, որ Իսրայելը այս ամեն ինչի հետևում կանգնած ինքն է կազմակերպել, հայտնի է մինչև վերջի ամերիկացում։ Ու այն մարդիկ, ինչ եմ նաև սա մասին խոսում, ու այն մարդիկ, որ պնդում են, եթե Իսրայելի հետ մենք հարաբերություններ ունենանք, այս կողմ, ես ուզում եմ ասել, լսեք, դուք ոնց կարող եք
Հայաստան-Իսրայել հարաբերություններ բերել ավելի բարձր մակարդակի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների Իսրայել հարաբերություններն են։ Դա այս բարձր մակարդակ հնարավոր չի, դուք չեք կարող ավելի փող տալ Իսրայելին, քան տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դուք չեք կարող ավելին ծառայել Իսրայելին, քան ավելին ծառայում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց չնայած դրան, բոլոր տերորիստական ակտերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ալ-Քաիդայի տակ, то չգիտեմ ինչ անվան տակ իրականացվել են իրենց կողմից։ Բոլոր տեսակի հետախուզական գործողությունները, բոլոր տեսակի, սկսած Էփստինի հանցագործություններից այդ ամբողջ, մինչև մանր մուներ պետաֆիլիաներ, մինչև մարդկանց ուղղակի պետական աշխատողների վերբով կանելը, որը արգելված է, արգելված ուղղակի, ներ դաշնակից երկրի կողմից, դա թշնամական գործողություն է, իրանք անում են, այդ դուք ինչ եք անելու, այդ ինչ մակարդակի հարաբերություններ ունենալու Իսրայելի հետ, որ Մոսադը չանի ձեր հետ այն ինչ որ ինքը ուզում է, իսկ ես լսում եմ Պորտնիկովին վերլուծաբան, հրյա, բավականին էլի խելացի մարդ, ինքը խոսած ու նկարագրեց Իսրայելը հիմա ինչ անում։ Իրան ինչ պետք է անում, ինչ պետք է անում, թքած ունի Ամերիկային դա հարմարաթե չէ։ Պետքա պատերազմը սկսել, ինքը խփում է ասում է հետևիցս։ Պետքա գազապաստարանը տարածել, խփում է։ Ու վերջում գիտեք ամենա շշմեցուցիչը ինչն է որ ասեց։ Ես գիտեմ, я же тоже еврей։ Ես գիտեմ ինչ անում։ Չի որ ես եմ հրեա։ Հա, տենց է, դու արա ինքը դու հետևից հետ մաքրելով գա։ Վերջ, սա բանաձև է իրանց ապրելու համար։ Բանաձև ուղղակի, լսեք, այդ մարդիկը տենց են։ Անում են բացառապես այն ինչ որ իրանց հապետ հքած ունենան բոլորի վրա։ Սա իրանց ապրելու ձևն է։ Ես ոչ ուզում եմ փոխել, ոչ կարող եմ փոխել։ Ընդամենը ինձ ու մեր նմանների մնում է ի նկատի ունենալ սա։ Սա փաստ է, այդ մարդկանց ապրելա ձևն է։ Որ 3 տարեկան երեխուն իրանց մոտ կարելի է բռնաբարել, եթե նույնիսկ իրանց երեխեն էտել են տալիս անելու։ Հիշում եք, չէ՞, երկու օր առաջ սպանված 20 աղջկան, որը պատմում էր, որ իր ամբողջ կյանքը իր ծնողները իրան բռնաբարել են եւ վաճառել են իրենց ընկերներին, բարեկամներին։ Սա փաստ է, սա բամբասանք չի, սա դիսկրիմինացիա չի։ Սա այդ ընդամենը պետք է հաշվի նստել։ Ի նկատի ունենալ։ Ֆենոմենալ որոշում Թրամփի կողմից։ Հանում է Իրանի նկատմամբ սանկցիաները, իրանական նավթի նկատմամբ։ Ռուսական նավթի նկատմամբ, իրանական նավթի նկատմամբ։ Ինչ ստացվեց։ Ուրեմն խփեցին, որ փոխվի ռեժիմը, սպանեն այաթոլլային, ստացան 30 տարի ավելի երիտասարդ այաթոլլա, ավելի վճռական։ Սպանեցին իրանց անվտանգության խորհրդի նախագահին։ Հետո պարզվեց ինքը ամենաադեկվատ մարդն է, որի հետ կարելի էր Լաջանիին, ճիշտ եմ ասում, կարծեմ հա։ Պարզվեց ինքը ամենաադեկվատ մարդն է, որ իրան հետ կարելի էր բան պայմանավորվել, հետո սպանեց Իսրայելը։ Իսրայելը սպանում է ում իրան պետք է թքած ունի, ինչա մտածում, ինչա տեղեկացրել կամ չի տեղեկացրել ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սպանեց, որպեսի հարձակվեց, որպեսի խեղդի ցույց տա իր գերակայությունը, դիմացը կորցրեց ավիաբազաները, դիմացը ավիաբազաներն ասում, ռազմական բազաները, դիմացը կորցրեց արաբական երկրների վստահությունը, դիմացը ստացավ ավիրված Թել Ավիվ ու սանկցիաներից դուրս իրանական նավթ հոյակապ։ Այո, Թեհրանից համարյա բան չի մնացել, ավիրել են, մեծ վնասներ են տվել, խելքից դուրս մարդ են սպանել, հա դա կա։ Բայց ինչ ստացան իրեն։ Իսկ Շվեդիան հայտարարում է եւ պնդում է Breaking. Sweden calls for a full ban on Israel. They want them out of every global group right now. This massive shift is rocking the whole world today. Առաջարկում է պնդում է, որ Իսրայելը պետք է մերժվի բոլոր մեծ պրոյեկտներից։ Բոլոր մեծ սխեմաներից, որը կա, որտեղ կա մասնակցումը։ Դա լինի օլիմպիական խաղեր, քաղաքական արվեստի մշակույթ, բոլոր տնտեսական, բոլոր տեղերից պետք է մերժվի սա։ Սա Շվեդիան է։ Նեյտրալ Շվեդիան, որը հասկացել է մի բան,
չես կարող այս աշխարհում լինել նեյտրալ։ Շվեդիան հասկացել, Հայաստան մարդիկ կան, դե չեն հասկացել։ Դու չես կարող, ինչքան ուզում ես նեյտրալ եղի, եթե դե կա մի հատ ֆաշիստ, որի նպատակն է ամբողջ աշխարհը դնել իր ենթակայության տակ, պարկեսնել իր տակ, դու չես կարող այդ բառերով լինել նեյտրալ։ Եվ ինչքան շուտ խելքի գաս, այնքան լավ։ Իրանը եւ նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային եւ Օմանին։ Սրանք Իսրայելի սադրանքներն են։ Ես ինչ եմ հավատում առաջին հերթին Իրանին, որովհետեւ իրանք որ խփում են, ասում են։ Խփեն ասում են։ Թաքցնելու բան չունեն։ Իսկ Իսրայելը ամեն ինչ անում է, որ դա սահմանները մեծանան պատերազմի։ Только что стало известно о резонансном инциденте в небе над Ираном. Иранские силы противовоздушной обороны подбили американский истребитель-невидимку F-35. Об этом сообщает телеканал CNN. Ինքը անտեսանելի է։ Ոչ մի պարամետր իրենք չէր կարողանում որսալ հակոտային պաշտպանությունը ոչ մի երկրի։ Իրանը կարողացավ անել դա։ Հակոտային պաշտպանություն եք ուզում։ Չէ։ Ես չեմ ուզում հիմա այդ հակոտային պաշտպանության թեմայով էլի խոսել, հա։ Չակերտավոր իսրայելական, որ նման գոյություն չունի, իսրայելական չի դա ամերիկյանը, հա։ Բայց եթե պետք լինի, խոսամ ու քարաքարին չեմ թողի։ Ինձ մի ստիպեք որ կմասի խոսամ ու դուք մի փորձեք մարդկանց հիմարացնել։ Ուզում եք ծառայեք Իսրայելին, փորձեք այլ ձևերով։ Արդեն դուք բացահայտված սիոնիստներ եք բոլորդ արդեն։ Բացահայտված ամեն ձև ուզում եք ծառայացնել։ Փորձեք այլ ձև, էսի չի աշխատում։ Ссылка на источники. В подробностях говорится о том, что американский F-35 получил повреждения в ходе выполнения задачи в воздушном пространстве Ирана. Ու Իրանի մեջտեղումը խփել է։ Սալասեք ամենամեծ սիոնիստին Թրամփի խոսնակներից։ This is an absolute existential threat to the Jewish people. What happened on October the 7th was Լսեք, հրեաներին, սա կենսա գոյութենական վտանգ է, հիմա լսեք ինչ է ասում։ Ինչ է Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատորը եւ Թրամփի խորհրդատու, բայց խոսում է հրեաների մասին։ Ամենամեծ սիոնիստն անդերն։ Այփագի ամենաշատ վճարվող ներկայացուցիչը։ 1,200 people were slaughtered, raped, and murdered and filmed by radical Islamists who would kill every Jew if they could to the world. If you don't understand this is a threat to Israel's survival. And then they flattened Gaza. Խոսում հոկտեմբերի 7-ի մասին, իմջալոց ես երեք ուզում եմ փորձես երաժշտին բացատրել, հասկացա որ չէ նևրոսենիկ հիվանդին հնարավոր չի ոչ իման բացատրել, որտեղ իրենց համար արգումենտ պետք չի։ Մարդիկ, որ լսել են, կարդացել են մենակ Fox News եւ Tor-ը, իրանց հետ դժվար է խոսալ եւ իմաստեր չունի։ Ճիշտ այդ հանցագործի իսլամիստները սպանեցին, կոտորեցին, ցերասպանեցին 1200 մարդ։ Ու բերագրոնն ասում է, հա, ու մի անգամից հողին հավասարեցին Գազան։ Շշեց էլի։ Հիմա տեսենք ինչ ասում է սրիկան դու դե լսեք։ Flatten it. We flattened Berlin. Լսեցիք մենք հավասարեցել ենք հողին Բերլինը։ We flattened Tokyo. Հավասարեցել ենք հողին We wrong to drop an atomic bomb to end the Japanese reign of terror, were we? So ճապոնական տերորիզմը վերացնելու համար մենք ատոմիկ բոմբը, ատոմային ռումբել ենք